Կառավարությունը ինքը չի հանդիսացել բենզին ներկրող, որ ինչ-որ մեկին առաջարկել, ենթադրում եմ Ադրբեջանից բենզին բերելու հնարավորության մասին է եղել խոսքը, որ ուզում եմ այս պահը հստակ հասկանանք, ոչ թե կառավարություն ձեռք է բերել, հետո եկե 2 հոգու առաջարկել կամ 1 հոգու առաջարկել, այլ կառավարությունը իմացել է, որ Ադրբեջանը պատրաստական է վաճառել բենզին կամ դիզելային վառելիք կամ որևէ բան, մինչև այդ հիշում եք ծորեն էր Հայաստանի Հանրապետություն եկել այդ նույն ճանապարհով, այսինքն տնտեսվարող սուբյեկտներին ոչ թե նախապատասխանել այդ հնարավորության մասին, ես ենթադրում եմ բոլորն իմացել են, եթե անկեղծ լինենք, որ Ադրբեջանի հետ մենք արդեն փորձում ենք առևտրաշրջանառություն չի եղել տնտեսվարող սուբյեկտ, որը մեր հետ շփումների արդյունքում ասել է, որ ինքը չգիտեր, որ գիտեք, կարելի է գնալ բերել, որտեվ հիմա լավ, այս պահին արդեն նորից էլի 2 տնտեսվարող են բերում, բայց ավելի քան բոլորին հայտնի է, թվում նաև հասարակության ոչ միայն բիզնես հատվածին, ցանկացած քաղաքացու, որ կա հնարավորություն գնացեք պայմանագրեր կնքեք, եթե չեմ սխալվում, էկոնոմիկայի նախարարն էլ էր ասել այդ մասին, որ կարող գնաք բոլորդ ով ուզում է գնացեք կնքեք։ Ես ենթադրում եմ իրանց կառավարության եւ բիզնեսի ունեցած կոմունիկացիայի մասին է, ոչ թե սահմանափակման մասին, այսինքն ոչ թե մենք բերել ենք, ասել ենք, այս երկուսը կարակ առնենք, այլ կոմունիկացիայի մասին ասում, որ 2 հոգու հետ են կոմունիկացիա, մնացածը ենթադրաբար ցանկություն չեն ունեցել հայտնելու կամ գնալ բերելու։ Հիմա կտեսնենք շուկան ոնց է փոխվում, ասում մենք տնտեսվարող սուբյեկտների հետ խոսել ենք, իրանցից որևէ մեկը այս պահին որևէ բող կամ դրանից շուկայի վրա որևէ ազդեցություն կամ իրանց ծավալի քչացում չի եղել, նախ ասեմ նաև, որ այդ բենզինի ծավալը բավականին քիչ էր, բայց գնի վրա ազդեցություն ունեցավ 430 դրամում, ինչի մասին եք նաև վարչապետը խոսեց, 430 դրամ է տեղ ունեցել, բայց կուզենամ մի քանի փաստի վրա շեշտադրում կատարել, էլի արդեն որպես մրցակցության հանձնաժողով, ոչ թե լավ է թե վատ է, ինչ է, այլ փաստեր ասեմ։ Նայեք, սա այլընտրանք է, իսկ այլընտրանքը շուկայի համար էական ազդեցություն ունի մի քանի առումով։ Տրանսպորտային հանգույցի աշխատելու հանգամանքը մեզ այսօր տալիս է ազդակներ, որ վրացական կողմի հետ եւ վրացական բեռնափոխադրումների գինը էական կարող է նվազել, այսօր արդեն փաստ ազդակներ ունենք, իհարկե սրա մասին դեռևս կյանքը ցույց կտա որքան կլինի եւ ոնց կլինի, որտեղ հիմա երկրորդ խմբականակը, որ մուտք գործի արդեն կհասկանանք, երկրորդ Հայաստանի Հանրապետություն գործող թանկացած տնտեսվարող սուբյեկտ կարող է իր գործընկերների միջոցով կապնվել եւ կամ ինքը գնալ կապնվել եւ պայմանագիր ունենալ, ինքն է ներմուծում իրականացնել, ոչ միայն բենզին կամ դիզել, ցանկացած ապրանք, որը ինքը ցանկանում է դա իրականացնել, դրա մասին վստահաբար կոմունիկացիա կա եւ վստահաբար կարող եմ ասել, որ բոլոր տնտեսվարող սուբյեկտները գիտեն, բենզինի ոլորտում հաստատ, որտեղ իրանք այդքան շատ չէին, գոնե գործող եւ իրանք դրա մասին գիտեն։ Հիմա ցանկություն կունենան գնալ բերել, թե ոչ դա իրենց խնդիրն է եւ իրենց գործն է, բայց ես տենց որևէ պարտադրանք կարևորը չկա եւ չի կարող լինել, որովհետեւ հակառակի մասին կարող պարտադրել ենք, որ իրան գնան բերեն, որևէ մեկին, որևէ մեկը որևէ բան չի պարտադրում, իրանց ցանկությունն է։ Մի ընկերություն ասել էր էժան էր գնացել են բեր, հիմա կտեսնենք եւ ոնց որ կարծես թե այդ ապրանքն արագ վաճառվում էր, այդ էլ որևէ մեկի ցանկություն է, թե մեկ ուզում է գնալ եւ լիցքավորել, թող գնա լիցքավորել, որովհետեւ մեկին կարևոր բան չեն պարտադրում, ելի եմ կրկնում, ըստ իս խոսքը գնում էր կառավարության բիզնեսի կոմունիկացիայի մասին, կառավարությունը ազատ է կոմունիկացվել բիզնեսի հետ, բայց խոսել նրա մասին, որ մենք հնարավորություն չենք տվել որևէ մեկին դա առնել, դա ճիշտ չի, որտեղ էլ եմ ասում, կառավարություն ձեռք չի բերել։ Այս երկու ընկերությունը ուղղակի գնացել են, պայմանավորվել են, բերել են ապրանք։ Հիմա եթե ինչ-որ մեկ ուզում է գնալ բերի, վաղը կարող է գնալ եւ բերել այդ ապրանքից։ Էլ եմ ասում, կառավարություն չի բերել։ Ասում մենք կոմունիկացրել ենք իրանց հետ։ Հիմա ասում, արդյոք վստահ եք, որ մնացածի հետ որ կառավարությունը չի կոմունիկացվել, նրանք չգիտեն, ես ասում եմ, որ ըստ իս տենց չի։ Դուք հարցրել եք իրանք ասել են մենք չգիտենք, որ տենց հնարավորություն կա։
Մենք կոմունիկացվել ենք իրար եւ իրանցից որևէ մեկը ասել է մենք բողոք չունենք։ Եթե ունեինք, ասեն, հիմա կարող եք ասել, բայց կարող է վախենան բողոքեն, վայ բա ոնց ասում, բայց մինչեւ դա ցորեն էին բերել։ Գիտեին չէ՞ որ արդեն Ադրբեջանի տարածքային հարաբերություններ ենք սկսել։ Մեկ ասել ես գնամ բենզին բերեմ, ասել ենք, չէ։ Կամ ուզել է, մեկից դուք ազդակ ստացել եք, օրինակ չգիտեմ, CPS, Flash, Max, Shell, որևէ մեկը ասել է մենք ուզում ենք բերենք, մեր չեն թողում, ձեռները բռնել են, բայց ինչ պիտի կառավարություն չթողի։ Կառավարությունը անդադ խոսում է, վարչապետը անդադ ասում է, որ խաղաղության օրակարգի այսպես ասած առավելություններից է եկեք օգտվեք, ինչ-որ մեկ ուզեցել է գնա մենք ասել ենք մի արեք, կամ ինչ-որ Այդ եմ ասում ենք, բան չենք տալիս, ախր հենց ամբողջ այս վերջի բանի մամուլում գտած հայտարարությունից թվում է մի փոքր մենք ճիշտ չենք պատկերացնում, մենք չենք բենզին ձեռք բերում եւ տալի մեկի, մենք ասում ենք հարգելի բիզնես, գնա խոսա ընդեղի բիզնեսի հետ եւ փորձի դες այդտեղ ներկրել Այսինքն սրա համար մենք ոչ թե գնում ենք, այսինքն ես չի որ գնացել ենք Ռանոյելի համար այնտեղ գործընկեր ենք թե մի հատ է միջնորդություն ենք արել, մի հատ է բիզնես բան ենք, գործարք ենք ատել։ Իրանք գնում են, այնտեղից վերցում մեր խնդիրը են, որ մարդկանց ասել կառավարության խնդիրը, մարդկանց ասել այլևս այդ հնարավորությունը կա։ Ձեզ թվում է մինչև այդ ասենք, չգիտեմ, երբ որ Ռուսաստանից են բերում կամ Ռումինիայից են բերում են գնում են որպես պետություն հետերը պայմանագիր, իրանք իրաց գործընկերների միջոցով գնում առնում, որ տենց է պետքա լինի։ Հնարավորություն չէ, այդ եմ ասում, կա։ Արշավը խոսում է ասում կոմունիկացիան ունեցել ենք այս բիզնեսների հետ։ Կոմունիկացիա, այսինքն հատուկ Դե չեմ կարող ասել, ինչպես, այսինքն կոմունիկացիայի մասին, ասում որ ես հիմա կանչեմ, ասում գիտեք ժողովուրդ, մի հատ հնարավորություն կա, կարելի է Հունաստանից է բերել, որ չասեմ է խնդիր չի, որ ասեմ է խնդիր չի։ Էլի եմ ասում, այն միշտ 4 բիզնես ասելա մենք չգիտենք, վայ, որ Բայց ինչ գիտեք, որ նախապես չեն իմացել, եմ ասում։ Փաշինյան ուրիշ բան ասում է, մեր կոմունիկացիան եղել է այս երկուսի հետ։ Վարչապետը այսպես ասում Հեր Գրիգորյանը Ադրբեջան վարչապետ եկամուտից հետո այնտեղից է այդ առաջարկը, որ կարող եք կապանել մատակարարել, այստեղ ուսումնասիրել են ու առաջարկը ներկայացրել են այն ընկերություններին, որոնք ըստ Փաշինյանի այստեղ դրանց քաղաքականացիա չեն Հա, ինչ առաջարկի մասին ասում, կոմունիկացիայի մասին, որ կա տենց հնարավորություն, էլ եմ ասում։ Հիմա հարց եմ տալի ձեզ, ասում ինչ գիտեք ոչ են իմացել։ Բայց դա չի նշանակում, որ կոմունիկացիայի միակ տարբերակը Հայաստանյան վարչապետն է։ Ասում իսկ ինչ գիտեք ոչ են իմացել, ասում կա մեկը, որ ասում է չի իմացել։ Ես հակառակի մասին որևէ փաստ չունեմ եւ ենթադրում եմ, որ իրանք իմացել են։ Չէ, բսած ասեմ, լավ իրանց հետ խոսելուց իրանցից որը մեկը դրա մասին չի բողոքում, չի ասում ես չեմ իմացել եւ չեմ բերել։ Բայց ինչ եք դուք, ել եմ ասում, հիմա ոնց որ մեկը ասի, որ գիտեք, էկոնոմիկայի նախարարը ասել է, որ Արգենտինայից հնարավորություն կա անգուսի միս բերելու։ Այսինքն չի նշանակում որ մեկին չի ասել, մեկը չի իմացել։ Հիմա կառավարությունը ինքն է որոշում ում հետ իր ձև կոմունիկացվի։ Անկեղծ ասած չեմ կարող իրանց տեղը պահել, բայց դուք ասում եք մրցակցության խնդիր կա, ասում իսկ արդյոք դրանք ուզել են, չէ՞, նախ որ չիմանան էլի մրցակցության խնդիր չկա, որտեղ քանակը շատ քիչ էր, որևէ մրցակցային առավելություն չէին կարող ունենալ, բայց ես ասում եմ, շփվեք հետները, տեսեք իրանցից մեկը կա, որ չի իմացել, կարող է մեկն է գա ասի, գիտեք, ես չգիտեմ, որ խաղաղության օրակարգի են գնում, որտեղ ինչքան գիտեմ կառավարությունը ամեն առիթին դրա մասին է խոսում, ասում ժողովուրդ, գիտեք հնարավորություն կա։ Հիմա իմացել են, չէ՞։ Հիմա ասում եմ ինչքան էր ծավալը, մի քանի հազար լիտրի մասին էր խոսքը գնում։ Հիմա իմացել են։ Արդեն ինչքան ժամանակ է, դեկտեմբերի 23-ին է Հայաստանի Հանրապետություն ներմուծվել առաջի խմբականակը միայն պրեմիում դասի այդ բենզին մեծ մասը պրեմիում էր կամ միայն այդ պրեմիում։ Հիմա իմացել են դրա մասին։ Հիմա հունվարի 13-ը մեկը գնացել է, եկի ասել է, վայ որ մի ոտ շուտ իմանային գնալու ենք, անենք, պայմանագիր կնքե։ Էլի այս երկուսն են չէ բերում։